Այլ հայացք Պակիստան-Հնդկաստան լարվածությանը։ Մայիսի 6-ի երեկոյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սինդուր գործողության մեկնարկի մասին, որի շրջանակում երկրի զինված ուժերը հարվածներ հասցրեցին Պակիստանի, ինչպես նաև Ջամմու և Քաշմիրի պակիստանյան վերահսկողության տակ գտնվող տարածքին։ Հնդկական կողմի օդային և հրթիռային հարվածների արդյունքում խոցվել է 9 թիրախ, ահաբեկչական ճամբարներ և այլ ենթակառուցվածքներ։ Հնդկաստանի ռազմական գերատեսչության տվյալներով Պակիստանի ռազմական օբյեկտները չեն ենթարկվել հարձակման։ Պակիստանն իր հերթին պատասխան հարվածներ հասցրեց, հիմնականում թիրախավորելով Ջամմու և Քաշմիրի շրջանը և շփման գծի երկայնքով տեղակայված հնդկական դիրքերը։ Հարվածների հետևանքով կողմերն ունեն կորուստներ։ Պակիստանյան կողմի տվյալով հնդկական հարվածներից զոհվել է 31 մարդ, 46-ը վիրավորվել։ Հնդկական կողմն էլ հայտնում է 7 զոհի և 38 վիրավորի մասին։ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած հարձակման պատճառով, որին զոհ էր դարձել 26 զբոսաշրջիկ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Լաշկար-է-Թայիբա ահաբեկչական կազմակերպության հետ կապված դիմադրության ճակատ կոչվող խումբը։ Հնդկաստանը տեղի ունեցածը որակեց ահաբեկչություն և Պակիստանին մեղադրեց ահաբեկիչներին աջակցելու համար, պնդելով, որ ունի ապացույցներ։ Իսլամաբադը Նյու Դելհիի մեղադրանքները հերքեց, դրանք որակելով անարդար և քաղաքապես մոտիվացված։ Պահալգամի ահաբեկչությունից հետո հնդկական կողմը ձեռնարկեց մի շարք քայլեր։ Նյու Դելհին իջեցրեց Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, գրեթե կիսով չափ կրճատելով դեսպանատան աշխատակիցների թիվը և հայտարարելով երկրների միջև միակ ցամաքային սահմանային անցակետի փակման մասին։ Հնդկական կողմը չեղարկեց նաև Պակիստանի քաղաքացիների վիզաները, պահանջելով նրանց լքել իր տարածքը։ Իսլամաբադն արձագանքեց, դադարեցնելով վիզաների տրամադրումը Հնդկաստանի քաղաքացիների համար և Պակիստանում Հնդկաստանի ռազմական կցորդներին հայտարարեց անցանկալի անձ, պահանջելով հեռանալ։ Պակիստանը կասեցրեց նաև 1972 թվականի խաղաղության պայմանագիրը և փակեց իր օդային տարածքը Հնդկաստանի ավիաընկերությունների համար։ Ի պատասխան Հնդկաստանն էլ փակեց իր օդային տարածքը պակիստանյան օդանավերի համար։ Նյու Դելհին կասեցրեց նաև 1960 թվականի Ինդոս գետի պայմանագիրը, նվազեցնելով գետի ջրի հոսքը Պակիստան, ինչը լրջագույն հարված է այդ երկրի գյուղատնտեսության համար։ Լարվածության աճն արտահայտվեց նաև երկու երկրի շփման գծի երկայնքով, պակիստանյան և հնդկական ուժերի միջև փոխհրաձգության դեպքերն ավելի հաճախակի դարձան։ Պակիստան-Հնդկաստան հարաբերություններում նմանատիպ լարվածությունները նորություն չեն և պայմանավորված են Քաշմիրի հիմնախնդրով, որը շարունակվում է ավելի քան 70 տարի։ Միայն վերջին 25 տարվա ընթացքում կողմերի միջև գրանցվել է առնվազն 5 էսկալացիա, որոնց հիմքում նույնպես եղել են ահաբեկչական տարբեր հարձակումները։ Բոլոր դեպքերում դրանց հաջորդած ռազմական գործողություններն ունեցել են սահմանափակ բնույթ և չեն վերաճել լայնածավալ պատերազմի։ Ինչ վերաբերում է ներկայիս զարգացումներին, Նյու Դելհիի հարվածներն այս անգամ ունեն ավելի լայն աշխարհագրություն, սակայն փորձագետների գնահատմամբ շատ ավելի թիրախային էին։ Հաջորդ օրերին հրթիռային հարվածներ չեն գրանցվել և էսկալացիան շարունակվել է հիմնականում փոխհրաձգությամբ և ԱԹՍ-ների կիրառմամբ։ Պահալգամի ահաբեկչությունը բավական բարդ իրավիճակ էր ստեղծել երկու երկրի ղեկավարությունների համար։ Տեղի ունեցածը Հնդկաստանի հանրային և քաղաքական դաշտում բավական լայն արձագանք էր ստացել, լուրջ ճնշում ստեղծելով կառավարության վրա և ստիպելով դիմել պատասխան գործողությունների։ Զբոսաշրջիկների թիրախավորումն ինչ-որ առումով իմիջային հարված էր նաև Հնդկաստանի վարչապետի համար, որը վերջին տարիներին ակտիվ ջանքեր էր գործադրում Քաշմիրը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ սա Նյու Դելհիի համար հնարավորություն էր թարմացնելու Պակիստանին զսպելու իր գործիքակազմը և քայլեր ձեռնարկելու ռազմական, դիվանագիտական ու տեղեկատվական հարթություններում։ Իրականացված գործողությունները բավական դրական ընդունվեցին Հնդկաստանում և ստեղծեցին ընկալում, որ ահաբեկչության վրեժը լուծված է։ Ինչ վերաբերում է Պակիստանին, այն ի սկզբանե փորձում էր ստեղծել զոհի կերպար։ Մի կողմից կտրականապես հերքում էր ահաբեկիչների հետ իր առնչությունները, մյուս կողմից անդադար բարձրաձայնում Հնդկաստանից բխող սպառնալիքների, նախապատրաստվող հարձակման մասին։ Ռազմական գործողությունների շրջանակում Իսլամաբադը ևս իր դեմքը պահելու խնդիր ուներ։ Պակիստանյան կողմը նախ հայտարարեց պատասխան հարվածների
հարձակումների մասին, ապա սկսեց պնդել հնդկական 5 կործանիչի եւ մեծ թվով ԱԹՍ-ների խոցման մասին, ինչը Հնդկաստանը չի հաստատել։ Ինչ զարգացում կունենա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հերթական էսկալացիան, բարդ է ասել, հաշվի առնելով խնդրի զգայունությունը եւ կողմերի համար դրա քաղաքական կարեւորությունը։ Այնուամենայնիվ, թե Նյու Դելհին, թե Իսլամաբադը շահագրգռված չեն էսկալացիայի հետագա խորացմամբ, հաշվի առնելով դրա անկանխատեսելի հետևանքները։ Ուժային հավասարակշռության տեսանկյունից Հնդկաստանն ունի ակնհայտ առավելություններ։ Պակիստանի զինված ուժերի թվաքանակը մոտ 660,000 է, մինչդեռ հնդկական կողմինը մոտ 2 անգամ ավելի։ Ինչ վերաբերում է ռազմական հատկացումներին, 2024 թվականին Հնդկաստանի ռազմական բյուջեն մոտ 10 անգամ գերազանցել է պակիստանյան կողմի ռազմական հատկացումները։ Չնայած այս ամենին, Հնդկաստանը եւ Պակիստանը միջուկային տերություններ են եւ այդ ոլորտում նրանց կարողությունները համաչափ են։ Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի տվյալով Պակիստանն ունի 160, իսկ Հնդկաստանը 170 միջուկային մարտագլխիկ։ Հաշվի առնելով այս հանգամանքը, կողմերի համար լայնածավալ պատերազմի հեռանկարը բավական ռիսկային է եւ պատահական չէ, որ շփման գծի երկայնքով պարբերաբար գրանցվող փոխհրաձգության ֆոնին Նյու Դելհիից եւ Իսլամաբադից հնչում են իրավիճակի լիցքաթափման հնարավորության մասին ուղերձներ։ Հնդկական կողմն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ սրել հակամարտությունը, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի։ Պակիստանյան կողմն էլ հայտարարում է, չի գնա հակամարտության խորացման, եթե հնդկական կողմը դադարեցնի հարձակումները։